ժամին դե կարող գիշերային ինչ-որ զբոսանք ա եղել ինչ է։ Գիշերային զբոսանք, թե գիշերային պատիժ, որի հետևանքով ընդամենը 28 օրվա զինծառայող Սուրեն Վարդանյանը զոհվեց, եւս 6 զինծառայողներ դեպքից ավելի քան 24 ժամ անց դեռ բժիշկների հսկողության տակ են։ Ողբերգությունից մեկ օր անց մեղադրյալի կարգավիճակ ունի Ճամբարակ Վահան ավտոճանապարհին զինծառայողներին վրաերթի ենթարկած ԳԱԶ-53 մեքենայի վարորդը, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Սա մի խայտառակ բացահայտում էր, թե իրականում ինչ է կատարում զինված ուժերում։ Ինչ է տեղի ունեցել ողբերգությունից ժամեր առաջ, ըստ ոչ պաշտոնական լուրերի նորակոչիկներն աղմկել են ճաշարանում, ինչից հետո հրամանատարը որոշել է պատժել նրանց, տարել վազելու երեկոյան 9-ից հետո Ճամբարակ Վահան ավտոճանապարհին։ Գործ ունենք մեկ այլ խայտառակության հետ, երբ որ պատիժը նշանակվում է ոչ կանոնագրային կամ կանոնագրային, բայց դա ինչպես է իրականացվում։ Ոչ թե զորամասի տարածքում, այլ վտանգավոր ուժ ժամի զորամասից դուրս հատկապես պետք է նկատի ունենալ այն բոլոր վտանգները, որ կան։ Պատիժ համարվող միջոցառման ընթացքում հրամանատարական կազմը պարտավոր է ապահովել զինծառայողների անվտանգությունը, հայտարարում է պատգամավոր Գեգամ Մանուկյանը։ Ըստ կանոնակարգի զինծառայողները թե առջևից, թե հետևից պետք է ունենան ուղեկցորդներ։ Մանուկյանի կարծիքով նորակոչիկներին պատժելու են տարել առանց այդ կարգավորումները հաշվի առնելու։ Հակառակ դեպքում կամ զինվորները չպիտի հայտնվեին ճանապարհին, կամ եթե հայտնվել էին, տարածքում պետք է արգելված լիներ մեքենաների տեղաշարժը։ Ամբողջությամբ խախտվել է զինված ուժերում գործող բոլոր կարգավորումները, որտեղ կան հստակ կարգավորումներ զինծառայողների տեղափոխման, լինի տրանսպորտային միջոցներով, լինի հետո տարբերակով տեղափոխման ընդհանրապես իրականացման միջոցները, ուղեկցողներ, ուղեկցողների տարբերանշաններ, հատուկ դրոշներ։ Ուրեմն ինչու պատասխանատվության չի ենթարկվում նաև պատիժը սահմանած եւ իրականացրած հրամանատարը։ Մանուկյանի համար դժվար չէ կռահել հարցի պատասխանը։ Վերջին շրջանում բոլոր դժբախտ դեպքերը, որ տեղի են ունեցել, կոնկրետ երկրորդ բանակային կորպուս, Իջևանի զորամաս, չի եղել դեպք, երբ որ կոնկրետ գործի պատասխանատուները, հողի վրա պատասխանատուները իրական պատասխանատվության ենթարկվեն։ Եվ սա եւ ուղղակի խաղության նոխած խորհրդանշական 1-2-ի պաշտոնազրկումը որևէ բանի չի հանգեցնել։ Բանակային ողբերգությունների շղթան կանգ չի առնում, չնայած առնվազն ժամը մեկ հաջողությունների, ձեռքբերումների, ձեռքսեղմումների, անակնկալ ստուգայցների մասին տեսանյութեր են հրապարակվում Պաշտպանության նախարարության Facebook-յան էջում։ Սուրեն Պապիկյանը շրջում է զորամասերում, հարցնում զինվորների որպիսությունը, հիանում լավագույն պայմաններով։ Այն ինչ որ իրականացնում է Սուրեն Պապիկյանը, որևէ արդյունք վստահաբար ցավոք սրտի որևէ արդյունք չի բերել։ Երբ որ ավելի շատ դու չես մտածում գործի մասին, այլ մտածում ես քարոզչության մասին։ Երբ որ քո պաշտպանության նախարարությունը կենտրոնացած է ավելի շատ գլուխ գովելու վրա, քան հարցերը լուծելու վրա։ Լավ է աշխատում զինված ուժերի մարքեթինգի թիմը, ասում է Գեգամ Մանուկյանը։ Հիշում ընդամենը 2 օր առաջ միջող հրապարակում եղավ այն մասին, որ զորամասերում անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ պատգամավորի պարբերաբար հայտարարվում է նաև սպայական կազմի ատեստավորման մասին։ Մանուկյանը հետաքրքրվում է զինվորներին երեկոյան զորամասից դուրս պատժելու տարած հրամանատարը ատեստավորվածներից էր։ Քանի կոպեկի արժեք ունի ատեստացիան համարել անցած աշխատավարձը բարձրացած, եթե իրենց անմիջական պարտականությունները նրանք չեն կատարում։ Պրոբլեմները համակարգային նշանակություն ունեն, հինգշաբթի հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրել էին միջադեպի մասին։ Ցավոք, երեք նույնպես չգիտեմ հրապարակվել է թե չէ, էլի բանակում միջադեպ ենք ունեցել, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Այս դեպքն էլ նրա մասին, թե մեր պրոբլեմները ինչ համակարգային նշանակություն ունեն։ Ուստերն էր թոթվել Փաշինյանը, ըստ էության խնդրահարույց համարել միայն ԳԱԶ-53-ի շահագործումը։ Մեքենա, որը շահագործման ենթակա պետքա չլներ։ Այդ ԳԱԶ-53-ը ամենաերկրորդական հարցն էր, խոթարկի մեքենա էր դա եղել։ Խնդիրները համակարգային են լավ, այդքան ում է ասում։ Ինձ է ասում։ Ես եմ պաշտպանության նախարարը։ Ես եմ 8 տարի իշխանության։ Ես եմ 22 թվականից պաշտպանության նախարարը։ Համակարգային խնդիրները լուծում են հենց այդ համակարգում։ Եվ փոխարենը պոռոտախոսելու փոխարենը նախընտրական ռազմական շքերթ կազմակերպելու
պետք է իրականում ամենօրյա աշխատանքով զբաղվեն այդ հարցում, ոչ թե թուղթուգրիչ առած սկսեն հաշվելու հպարտանալ, առաջնագծում թշնամու գնդակի ձող չի եղել, թեև ձող լինում է ներքին հարցերի պարզաբանման հետևանքով։ Ինչ որ բան կփոխվի ճամբարակի զորամասում, հենց այնտեղ էին 2 ամիս առաջ հայտնաբերել 22-ամյա Նարեկ Թորոսյանի մարմինը։ Նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել էին 2 համածառայակիցները։ Ոչ մարտական պայմաններում 5 զինծառայող է զոհվել միայն այս տարվա ամռան 2.5 ամիսների ընթացքում։ Նախորդ դեպքը օգոստոսի 13-ին էր։ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին էր հայտնաբերվել հրազենային վնասվածքով։ Դեպքից 6 օր անց միջադեպերը կանխելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու որոշում էր ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որոշումից ժամեր անց հայտնի դարձավ 19-ամյա Սուրեն Վարդանյանի մահվան մասին։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։